Ներկաներ, ձեզ եմ ներկայացնում 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Ես նախ կխոսեմ 2026 թվականի բյուջեի նախագծի առանձնահատկությունների մասին, հետո կխոսեմ ընթացիկ տնտեսական զարգացումների մասին, որովհետև դրանք կարևոր են հասկանալու համար, թե ինչ միջավայրում ենք մենք գործում եւ ըստ էության դրա հիման վրա են կատարում են կանխատեսումները, որոնք վերաբերվում են առաջիկա տարիներին։ Այնուհետև կխոսեմ հենց կանխատեսումներից, այսինքն այդ իրականության վրա հիմնվելով ինչպիսի կանխատեսումներ են անում եւ այնուհետև ավելի մանրամասն կանդրադառնամ բյուջեի նախագծին եւ նաեւ կխոսենք պետական պարտքի մասին։ Մինչև այս բոլոր հարցերին անդրադառնալը կուզեմ խոսեմ այս բյուջեի առանձնահատկությունների մասին եւ այն բյուջետային գործընթացների փոփոխությունների մասին, որը տեղի է ունեցել այս տարի, որովհետեւ որոշակի առումով տարբերվում է դա նախորդ տարիներից։ Առաջին փոփոխությունը նա է, որ միջնաժամկետ ծախսային շրջանակը մենք հաստատել ենք 5 տարով, ոչ թե 3 տարով, ինչը իրականացնում էինք նախկինում, եւ միջնաժամկետ ծախսային ծրագրի մեջ չենք ներկայացնում հիմա առանձին ծախսային ուղղությունները, այլ միայն ներկայացնում ենք ամեն գերատեսչության մասով քաղաքականության հիմնական ուղղությունները եւ սահմանաչափերը։ Էականը այստեղ բացի նրանից, որ երկարացրել ենք հեռանկարը, նաև միջնաժամկետ ծախսային ծրագիրը հաստատել ենք ավելի շուտ, քան նախկինում։ Եթե նախկինում միջնաժամկետ ծախսային ծրագիրը հաստատվում էր հուլիսի սկզբին, հիմա այն հաստատել ենք հունիսի սկզբին եւ հաջորդ տարի պլանավորում ենք դա իրականացնել մայիս ամսվա ընթացքում։ Ինչի է սա կարևոր, որովհետև մենք միջնաժամկետ ծախսային ծրագրից մինչև բյուջեի հաստատման համար ունենք ավելի շատ ժամանակ, ավելի մանրամասն քննարկելու բազային բյուջեն եւ դրա առանձնահատկությունները, ինչպես նաեւ տարբեր քաղաքականությունների առաջնահերթությունը։ Հաջորդ կարևոր փոփոխությունը նա է, որ բյուջեն այլևս ներկայացնում ենք եռամյա հեռանկարով։ Այսինքն սա 1 տարվա բյուջե չի, այսինքն ըստ էության հաստատվում է 1 տարվա բյուջե, սակայն միաժամանակ ներկայացվում են 3 տարվա ծախսային շրջանակը։ Անցած տարի մենք մի փոփոխություն արդեն արել էինք, որ բյուջեի հետ ներկայացրել էինք նաև մակրոտնտեսական ֆիսկալ շրջանակը։ Բյուջեի ծախսերի եւ եկամուտները ներկայացրել ենք խմբավորած ըստ գերատեսչությունների, այսինքն կառուցվածքը բյուջեի փոխվել է եւ հիմա ավելի պարզացնելու եւ հասկանալի դարձնելու համար թե ազգային ժողովի падգամավորների եւ թե մեր հանրության համար բյուջեի կառուցվածքը այլևս հիմնված է գերատեսչական բացվածքի հիման վրա։ Ներկայացվել են բազմամյա պարտավորությունները։ Ինչի է սա կարևոր, որովհետև մենք հաստատում ենք ըստ էության 1 տարվա բյուջե, բայց մենք գիտենք, որ կառավարությունը ունի բազմամյա պարտավորություններ եւ կարևոր է տեսնել, թե այդ ծախսերը, որը մենք իրականացնելու ենք հաջորդ տարի, ինչպիսի ազդեցություն են ունենալու նաև դրա հաջորդող տարիներին։ Մենք առանձին հավելվածով ներկայացրել ենք պետական մարմինների կողմից օգտագործվող գույքի շուկայական արժեքը, որովհետև ուզում ենք ավելի թափանցիկ ձևով ցույց տալ, թե պետական կառավարման համակարգը ինչպիսի ծախս է իրենից ներկայացնում։ Մինչև այդ ծախսերը ներկայացված չէին բյուջեով։ Ես հույս ունեմ, որ մենք հաջորդ տարի կկարողանանք արդեն այս ծախսերը ներկայացնել բյուջեի ծախսային հոդվածներում, որպեսզի ամբողջական մեկ տեղում
պատգամավորները եւ քաղաքացիները կարողանան տեսնել, թե պետական կառավարման համակարգը ընդհանուր առմամբ որքան է ծախսում իր աշխատանքը կատարելու համար։ Եվ նաև անցած տարի առաջի անգամ ներդրել են կապիտալ ծախսերի փոխանցման համակարգը, որով մի տարվա մեջ չկատարված, սակայն պարտավորությունները ստանձնած կապիտալ ծախսերը հնարավորություն ենք տալիս տեղափոխել մյուս տարի եւ առանց ավելորդ վարչահարության այդ ծախսերը ավարտին հասցնել հաջորդ տարվա սկզբում։ Այս ամենի հետ միասին ուզում եմ անպայման խոսել մեր բյուջեի էական մի երևույթի մասին, դա դեֆիցիտի կրճատումն է։ 2025 թվականի հետ համեմատությամբ մենք որդեգրել ենք ֆիսկալ կոնսոլիդացիայի քաղաքականությունը եւ առաջիկա տարիներին դեֆիցիտը մինչև 2028 թվականը պլանավորում ենք իջեցնել մինչև 2.8%-ի հնայի մեջ։ Ուզում եմ հիշեցնել, որ 2025 թվականին այդ ցուցանիշը կազմում էր 5.5%։ Սա նպատակ ունի կայուն պահպանել, թույլ չտալ պարտքի սպասարկման գծով ծախսերի եւ պարտքի նոմինալ մակարդակի աճը, միևնույն ժամանակ ապահովել տնտեսական եւ մարդկային կապիտալի մեջ ներդրումների եւ մեր բարեփոխումների սահուն ընթացքը, ըստ էության այս կոնսոլիդացիան տեղի է ունենալու ծախսերի արդյունավետության շարունակական բարձրացման պայմաններում։ Հաշվի առնելով հայկական դրամի կանխատեսվող մակարդակը, մեր միջնաժամկետ հատվածում պարտք հնացուցանիշը կկայունանա 50-ից 60%-ի միջակայքում։ Մասնավորապես մեր կանխատեսումներով այն կհասնի 54%-ի եւ հետագա տարիներին նաեւ կունենա նվազման միտում։ Եվ եթե խոսենք ռիսկերի կառավարման մասին, ապա երկու հիմնական գործիքներով ենք ռիսկերը կառավարելու։ Առաջինը դա մակրո պահոստների ձևավորումն է, որը ներդրել ենք 2 տարի առաջ, որով նպատակ ունենք մեղմել տնտեսական նեգատիվ շոկերի հետևանքով եկամուտների թերհավաքագրման ռիսկերը, եւ մյուս կողմից ունենք գանձապետական միասնական հաշվում 1%-ի չափով մշտական իրացվելիություն, որը պլանավորված է ցանկացած այլ ռիսկի կառավարման համար, հնայի 1%-ի չափով։ Եվ բնականաբար մեր արդյունավետության բարձրացման համատեքստում ներդրել ենք ծրագրերի գնահատման կանոնավոր գործընթաց, որը կմեկնարկենք 2026 թվականի սկզբին, մենք մի քանի տարի է խոսում ենք սրա մասին, արդեն ըստ էության բոլոր դրա հիմնադրման բոլոր կոմպոնենտները իրականացված են, եւ ես ուրախ եմ արձանագրել, որ 26 թվականից այլևս կունենանք սրա կանոնավոր գործընթաց, ինչպես նաեւ հանրային ներդրումային ծրագրերի կառավարման գործընթացի լավարկում ենք պլանավորում։ Եթե խոսենք արդեն որոշ առանձնահատկությունների մասին, պետք է արձանագրեմ, որ 26 թվականին կապիտալ ծախսերը կկազմեն 704 միլիարդ դրամ, իսկ 27-28 թվականներին կկազմեն համապատասխանաբար 719 եւ 803 միլիարդ դրամ։
26 թվականին տնտեսական եւ սոցիալական ոլորտներին ուղղվող կապիտալ ծախսերը 22%-ից ավելով կգերազանցեն 25 թվականին պետական բյուջեով սահմանված կապիտալ ծախսերի մակարդակը։ Այսինքն մենք առանձնացրել ենք պաշտպանության նախարարության եւ տնտեսական ենթակառուցվածքներին ուղղվող կապիտալ ծախսերի մակարդակը։ Արդյունքում 26 թվականի տնտեսական եւ սոցիալական ոլորտներին ուղղվող կապիտալ ծախսերը կազմեն ՀՆԱ-ի 3.4%-ը, իսկ 27-28 թվականին 3.2 եւ 3.6%-ը։ Պաշտպանության ոլորտին կուղղվի կապիտալ ծախսերի 43%-ը 26 թվականին։ Սոցիալական պաշտպանության ծախսերը կկազմեն մոտ 993 միլիարդ դրամ, իսկ 27-28 թվականներին կկազմեն համապատասխանաբար 1 տրիլիոն 62 միլիարդ եւ 1 տրիլիոն 123 միլիարդ դրամ։ Դրանք 9.6%-ով կգերազանցեն 25 թվականի պետական բյուջեով սահմանված սոցիալական պաշտպանության ծախսերը, իսկ 27-28 թվականներին 17.6 եւ 24%-ով։ Արդյունքում 26 թվականին սոցիալական պաշտպանության ծախսերը կկազմեն համախառն ներքին արդյունքի 8.3%-ը, պահպանելով 25 թվականի մակարդակը, իսկ 27-28 թվականին կկազմեն համապատասխանաբար 8.2 եւ 8%։ Հիմնական շարժիչ ուժը իհարկե մանրամասն կխոսենք քննարկումների ժամանակ սոցիալական ծախսերի ավելացումը պայմանավորված է կൂട്ടակային կենսաթոշակային հիմնադրամին հատկացումների մեծությամբ, քանի որ մեր աշխատողների քանակը ավելանում է եւ այս ուղղությամբ ծախսերը մեծանում են։ Քաղաքացիների համար առողջապահական ծառայությունների հասանելիության եւ մատչելիության ապահովման նպատակով 26 թվականին կներդրվի առողջապահության ապահովագրության համակարգը։ 26 թվականին առողջապահության ծախսերը կկազմեն մոտ 211 միլիարդ դրամ, իսկ 27-28 թվականներին կկազմեն 240 եւ 249 միլիարդ դրամ։ Սրանք 26.6%-ով կգերազանցեն 25 թվականի պետական բյուջեով սահմանված առողջապահության ծախսերը, իսկ 27-28 թվականներին համապատասխանաբար 44 եւ 50%-ով։ Արդյունքում 26 թվականի առողջապահության ծախսերը կկազմեն համախառն ներքին արդյունքի 1.8%-ը, այնուհետև կբարձրանա մինչև 1.9%-ի։ Կրթության ոլորտին ուղղվող ծախսերը կկազմեն 356.4 միլիարդ դրամ, իսկ 27-28 թվականներին կկազմեն համապատասխանաբար 298 միլիարդ եւ 321 միլիարդ դրամ։ Դրանք 21.1%-ով կգերազանցեն 25 թվականի պետական բյուջեով սահմանված կրթության ուղղվող ծախսերը, իսկ 27-28 թվականներին համապատասխանաբար 1.3 եւ 9.3%-ով։ Արդյունքում 26 թվականի կրթության ծախսերը կազմեն համախառն ներքին արդյունքի 3%-ը, 25 թվականի նկատմամբ ավելանալով 0.3%-ային կետով։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից սպասարկող ոլորտներին ուղղվող աճը ծախսերը կկազմեն 325 միլիարդ դրամ, իսկ 27-28 թվականներին 334 եւ 365 միլիարդ դրամ։ Դրանք 12.7%-ով կգերազանցեն 25 թվականի պետական բյուջեով սահմանված ոլորտին ուղղող ծախսերը, իսկ 27-28 թվականներին 16 եւ 26.7%-ով։ Արդյունքում 26 թվականին ոլորտի ծախսերը կազմեն ՀՆԱ-ի 2.7%-ը եւ 25 թվականի նկատմամբ կավելանան 0.1%-ային կետով։ Հիմա անդրադառնանք գործընկեր երկրների եւ Հայաստանի տնտեսական զարգացումներին 25 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին հիմնական գործընկեր երկրներում տնտեսական ակտիվության աճի տեմպերի ուղղությունները տարբեր են։
Ռուսաստանի Դաշնությունում տնտեսական ակտիվության աճի թույլ տեմպերը պահպանվել են պայմանավորված սպառողական պահանջարկի թուլացմամբ, ինչպես նաև արտադրական ոլորտի ծավալների կրճատմամբ։ ԱՄՆ-ում մաքսատուրքերի հետ կապված անորոշությունները շարունակում են լրացուցիչ ճնշումներ գործադրել, հանգեցնելով ակտիվության տեմպերի դանդաղման, մինչդեռ Չինաստանում եւ Եվրոգոտում գրանցած տնտեսական աճը հիմնականում պայմանավորված է եղել սպառման, ինչպես նաև ծառայությունների ոլորտի ակտիվության աճով։ Գնաճի տեմպերի թուլացմանը զուգահեռ կենտրոնական բանկերի կողմից իրականացվող զսպող քաղաքականության դիրքը աստիճանաբար թուլացել է։ Հումքային եւ պարենային գների հետ կապված կարող եմ ասեմ, որ հունվար-սեպտեմբերի ամիսներին նավթի գինը նվազել է 14.4%, պղնձի գինը ավելացել է 4.7%-ով եւ պարենի միջազգային գները աճել են 6.3%-ով։ Հունվար-օգոստոս ամիսներին ապրանքների արտահանումը նվազել է 48.8%-ով Հայաստանում, որին հիմնականում նպաստել է ոսկու, արծաթի եւ պլատինի վերարտահանման կտրուկ նվազումը, իսկ հայկական ծագման ապրանքների արտահանումը աճել է 6.8%-ով։ Հունվար-օգոստոս ամիսներին ապրանքների ներմուծումը նվազել է 34.9%-ով, որը նույնպես հիմնականում պայմանավորված է վերարտահանման կտրուկ նվազմամբ։ Հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի Հանրապետություն այցելած զբոսաշրջիկների թիվը աճել է 1.4%-ով, որը հիմնականում պայմանավորված է եղել այլ երկրներից Հայաստանի Հանրապետություն այցելած զբոսաշրջիկների թվականակի աճով։ Այլ երկրներից այցելած զբոսաշրջիկների թվականակը աճել է շուրջ 6.2%-ով, պայմանավորված Վրաստանից, Չինաստանից, Իրանից, Ֆրանսիայից եւ այլ երկրներից այցելած զբոսաշրջիկների թվականակի աճով։ Աճին հիմնականում հակազդել է Ռուսաստանի Դաշնությունից եւ Հնդկաստանից Հայաստանի Հանրապետություն այցելած զբոսաշրջիկների թվականակի նվազումը, համապատասխանաբար 2.1 եւ 0.8% կետերով։ Հունվար-օգոստոս ամիսներին ոչ առևտրային բնույթի դրամական փոխանցումների զուտ ներհոսքը աճել է 26.4%-ով, որին Ռուսաստանի Դաշնությունից զուտ ներհոսքը նպաստել է 22.9% կետով, իսկ ԱՄՆ-ից 5.4% կետով։ Հունվար-օգոստոս ամիսներին ֆիզիկական անձանց փոխանցումների զուտ ներհոսքը աճել է 12.5%-ով, ընդ որում ներհոսքն ավելացել է 5.1%-ով, իսկ արտահոսքը 3%-ով։ Կուզեմ առանձին անդրադառնամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աճին, որը նախորդ տարիներում էական զարգացումներ է ապահովել Հայաստանում։ Առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ՏՏ ոլորտի թողարկումը աճել է 25.6%-ով, սակայն աշխատողների թվականակի եւ աշխատավարձերի էական աճեր չեն գրանցվել։ Աշխատողների թվականակը աճել է 1.7%-ով, իսկ աշխատավարձերը 0.4%-ով։ Տնտեսական ակտիվության աճի տեմպը հունվար-օգոստոսին կազմել է 7.1%, հիմնականում պայմանավորված ծառայությունների, շինարարության, ինչպես նաև առևտրի աճերով, իսկ արդյունաբերությունը հակազդել է տնտեսական ակտիվության աճին։ Ինչպես կարող եք նկատել, արդեն հուլիս-օգոստոս ամիսներից արդյունաբերության աճը նույնպես անցնում է դրական տիրույթ, որովհետև հետզհետե չեզոքանում է նախորդ տարվա ոսկու վերարտահանման եւ մշակման էֆեկտը։ Աշխատանքի շուկայի զարգացումները շարունակում են դրական դինամիկայի մեջ մնալ։ Հունվար-օգոստոսին միջին ամսական աշխատավարձը աճել է 5.5%-ով, պետական հատվածում 4.9%-ով, իսկ մասնավորում 5.5%-ով։ Իրական աշխատավարձը 3.2% գնաճի պայմաններում աճել է 2.3%-ով։ Նույն ժամանակահատվածում վարձու աշխատողների թվականակը աճել է 5%-ով, իսկ պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը նվազել է 15.6%-ով։
Սեպտեմբերին 12 ամսյա գնաճը կազմել է 3.7%, միջին գնաճը առաջին 9 ամիսներին 3.3%, 12 ամսյա գնաճը պայմանավորվել է սննդամթերքի, ծառայությունների, ալկոհոլային խմիչքների ու ծխախոտային արտադրատեսակների եւ ոչ բարենային ապրանքների դրական նպաստումներով։ 25 թվականի փետրվարին ԿԲ-ն նվազեցրել է քաղաքականության տոկոսադրույքը 0.25%-ային կետով, իսկ հաջորդող նիստերի որոշումներով անփոփոխ թողել այն 6.75% մակարդակում։ Դրամավարկային պայմանների աստիճանական թուլացումը, որի հիմնականում տեղի ունեցել նախորդ տարվա ընթացքում, հանգեցրել է պետական պարտատոմսերի տոկոսադրույքների նվազմանը եկամտաբերության կորի կարճաժամկետ և միջնաժամկետ հատվածներում։ Երկարաժամկետ հատվածում դեռ չենք տեսնում նման միտումներ, որի ուղղությամբ պետք է աշխատենք առաջիկա տարվա ընթացքում։ Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել եվրոպարտատոմսերի եկամտաբերությանը։ Եվրոպարտատոմսերը ըստ էության երկրորդային շուկայում, միջազգային շուկայում մեր թողարկված թղթերի շրջանառությունն է, որը իրականում, որի տոկոսադրույքները ցույց են տալիս այն իրական պատկերը, որը Հայաստանի Հանրապետությունը կամ ընկալումը, որը Հայաստանի Հանրապետությունը ունի ուրեմն ներդրողների կողմից, իրական ներդրողների կողմից, եւ կարող եք տեսնել, որ օրինակ 2029 թվականին մարվող պարտատոմսերի ռիսկի հավելավճարը կազմում է 197 բազիսային կետ։ Սա մի ցուցանիշ է, որը երբեք չի գրանցվել մեր պատմության ընթացքում, այսինքն այսպիսի մարման ժամանակ ունեցող որևէ պարտատոմս այսքան ցածր գնանշում չի ունեցել, սա նշանակում է, որ Հայաստանի ռիսկի հավելավճարը, ինչպես նկատում եք տարվա սկզբից նվազում է ունեցել եւ հատկապես օգոստոսի 8-ի ստորագրված համաձայնագրից հետո նույնպես շարունակել է կտրուկ նվազել։ Հիմա խոսենք մակրոտնտեսական կանխատեսումների մասին։ Հիմնական կանխատեսումները, որոնք գործընկեր երկրների համար արված էին տարվա սկզբում, մնացել են նույնը, բացառությամբ Ռուսաստանի Դաշնության, որի կանխատեսումները նվազել են 2025 թվականի համար, իջեցվել է 0.6%։ Չինաստանի կանխատեսումները 4.6%-ից բարձրացել է 4.8%։ Միջնաժամկետ հատվածում կանխատեսվում է պղնձի գների միջինում 3.4% աճ, նավթի գների 1% նվազում և պարենի գների 2